Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախամարոտ։ Նախագահ Վագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։ Հանդիպմանը նախագահը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Երևանում ներկայացվել է նոր հետազոտություն, որը բացահայտում է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունների ամբողջ պատկերը, տնտեսականից մինչև տեղեկատվական ու ռազմաքաղաքական ոլորտներ։ Հեղինակները նախազգուշացնում են այդ կախվածությունները Հայաստանի համար վերածվել են ոչ միայն խոցելիության, այլև ուղղակի սպառնալիքի։ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկրտուքից հետո նախաձեռնված քրեական վարույթով բոլոր 4 մեղադրյալների նկատմամբ, այդ թվում թաղապետի, որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ 2024 թվականին Հայաստանում շինհրապարակներում արդեն 22 մահվան դեպք է արձանագրվել։ Այս վիճակագրությունը փաստում է, որ շինարարության ոլորտում անվտանգության համակարգը շարունակում է գործել ոչ բավարար արդյունավետությամբ, ինչ քայլեր են անհրաժեշտ իրավիճակը շտկելու համար։ Հնդկաստանը բացահայտել է Պակիստանի կապերը Փահալգամի ահաբեկչական հարձակումն իրականացնողների հետ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակմանը մասնակցած ահաբեկիչներից 2-ը Պակիստանի քաղաքացիներ են։ Օրվա միջազգային անցուդարձը։ Նախագահ Վագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև գործակցությունը ավելի կընդլայնվի ընդգրկելով նոր ոլորտներ։ Ձեր խոսքում ասեցիք, որ իսկապես անձամբ ամեն ինչ կանեք ավելի զարգացնել եւ ամրապնդելու Չինաստան-Հայաստան հարաբերությունները։ Դիահույս եղեք, որ մենք լիարժեք աջակցություն կցուցաբերենք ձեզ, առավելևս որ մեր ցանկությունները նույնն են։ Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Մեր դարավոր բարեկամական ավանդույթով եկած այդ հարաբերությունները մեզ նաև պարտավորեցնում են, որ մենք խորացնենք այդ հարաբերությունները, զարգացնենք եւ նոր հնարավորություններ ստեղծել մեր երկու երկրների ժողովուրդներին իրար ավելի ճանաչելու եւ իրար ծերտ համագործակցելու համար։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են երկու երկրների տնտեսական գործակցության ներուժին, նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ։ Նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների եւ ակտիվ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման առանցքային գործոն։ Զրույցի ընթացքում դրական է գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների առկայությունը, դա դիտելով որպես գործնական քայլ, որը նպաստում է քաղաքական, տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջային կապերի խորացմանը։ Ժնևում ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի նիստում Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսօղոմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատան դառված քաղաքացիական անձանց ազատ արձակման, անհետ կորածների եւ բռնի տեղահանվածների անհետացածների ճակատագրերի պարզման խնդիրներին։ Հայաստանի Հանրապետության 4-րդ շրջանի համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը մեծ հետաքրքրության է արժանացել միջազգային հանրության կողմից։ Ելույթներով հանդես են եկել շուրջ 100 անդամ պետությունների ներկայացուցիչներ, հիմնականում ընդգծելով վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, այդ թվում իրականացված օրենսդրական եւ համակարգային բնույթի բարեփոխումները։ Հայաստանի պատվիրակությունը հավաստիացրել է, որ կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը։ Երևանում ներկայացվել է նոր հետազոտություն, որը բացահայտում է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունների ամբողջ պատկերը, տնտեսականից մինչև տեղեկատվական ու ռազմաքաղաքական ոլորտներ։ Հեղինակները նախազգուշացնում են այդ կախվածությունները Հայաստանի համար վերածվել են ոչ միայն խոցելիության, այլև ուղղակի սպառնալիքի։ Նշվում է, որ անվտանգության ներկա մոդելը, որն ամբողջությամբ ապավինում էր Ռուսաստանին, արդեն իրացված է եւ ժամանակն է այն փոխարինել ինքնուրույն ու հավասարակշռված ռազմավարությամբ։
Երևանում ներկայացվել է նոր հետազոտություն, որն անդրադառնում է Հայաստանի բազմաշերտ կախվածություններին Ռուսաստանից, վերհանելով դրանցից բխող սպառնալիքները, նաև առաջարկում դրանց հաղթահարման ուղիները։ Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից, սպառնալիքներ եւ լուծումներ վերնագրով ուսումնասիրությունը վերլուծում է տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, տեղեկատվական ոլորտի, ժողովրդագրության եւ ռազմաքաղաքական փոխկապակցվածությունների խորքային շերտերը, փորձելով հասկանալ, ինչպես եւ որքանով է այդ կախվածությունը վերածվում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության սպառնալիքի։ Հետազոտությունն իրականացրել են Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը եւ փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Քոչինյանի կարծիքով Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից էլ հայկական կողմը կախվածության մեջ է եղել Ռուսաստանից, սակայն դա որպես սպառնալիք սկսվել է ընկալվել վերջին շրջանում։ Նա մանրամասնել է. Կախվածությունները եւ սպառնալիքները մենք պայմանականորեն բաժանել ենք մի խմբերի, հա, առաջին խումբը դա տնտեսական խումբն է, ենթակառուցվածքային խումբ կա, ուրեմն կա պարենային կախվածություններ, կա բունֆիզիկական, ահաբեկչական, կա սոցիալական ուրեմն շարժերի հետ կապված կախվածություններ, մեդիա կախվածություններ, այսինքն տեղեկատվական բնույթի կախվածություններ եւ սպառնալիքներ։ Սրանք բոլորը միջոցով մենք անվանել ենք ոչ թե կախվածություններ, այլ հենց սպառնալիքներ, որտեվ ներկայիս այս հիբրիդային հարվածների տրամաբանության մեջ այդ կախվածությունները Ռուսաստանը արդեն իսկ սկսել է օգտագործել որպես սպառնալիքներ Հայաստանի դեմ։ Աշխատության մեջ ներկայացված են ոչ միայն սպառնալիքները, այլև դրանց հաղթահարման ճանապարհները։ Մասնավորապես տեղեկատվական սպառնալիքի դեմ հետազոտողներն առաջարկել են Տեղեկատվական սպառնալիքների մասով ամենաակնհայտ իհարկե առաջարկությունը վերաբերվում է հանրային մուլտիպլեքսում ռուսական ուրեմն տեղեկատվական գործիքակազմերի արկայությանը, որը որի աբսուրդությունը հասկանալու համար պետք է ֆիքսենք, որ Հայաստանը հետխորհրդային միակ հանրապետությունն է, որի հանրային մուլտիպլեքսում դեռևս մնացել են ռուսական ալիքներ։ Ու սա անթույլատրելի ուղղակի էլեմենտ է։ Մենք անցնող տարիների ընթացքում հատկապես Հայաստանում ներքաղաքական ուրեմն լարված իրավիճակներում բազմիցս ենք տեսել, թե ինչպես են ռուսական հեռուստաալիքները օգտագործում այս իրավիճակը Հայաստանում հավելյալ ճնշում, հավելյալ անհանգստություն գեներացնելու համար։ Ըստ Քոչինյանի, բացի ռուսական հեռուստաալիքների արգելափակումից, անհրաժեշտ է նաև օրենսդրական փոփոխություններ։ Հայաստանում վաղուց անհրաժեշտ են օրենքների թարմացումներ, օրենքների վերանայումներ, որովհետև բոլոր օրենքները, որոնք ընդունվել են մի իրավիճակում, երբ որ համացանցը եւ սոցիալական ուրեմն ցանցերը այս աստիճան մեդիա ներգրավվածություն եւ այս աստիճան մեդիա սփռվածություն չեն ունեցել, այստեղ մենք երկրորդ խնդիր ունենք։ Երրորդ խնդիրը բնականաբար մեդիա գրագիտության վրա աշխատանքն է, որովհետև կարևոր երևի թե ընտրություններին ընդառաջ հատկապես ցուցիչը գիտեք որը կլինի, եթե մարդիկ չվստահեն իրենց անծանոթ ուրեմն մեդիա հարթակների, եթե մարդիկ չվստահեն իրենց անծանոթ ինֆորմացիոն աղբյուրների։ 6-ից 8 ամիս ուսումնասիրություններ իրականացնելուց հետո հետազոտողներին հաջողվել է բացահայտել եւ ներկայացնել բոլոր սպառնալիքները, ընդհուպ մինչեւ ՌԴ-ի այն ծայրահեղ քայլերը, որոնք կարող են հետագայում դառնալ սպառնալիք, նշել է փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Բաժինների, այդ բաժինները ընդգրկում են տեղեկատվական, ժողովրդագրական, էներգետիկ, ֆիզիկական սպառնալիքներ եւ այլն։ Դրանք բոլոր այն կախվածություններն են, որոնք Հայաստանի Հանրապետությունը ունի այս 30 տարիների ընթացքում ձևավորվել են Ռուսաստանից եւ առաջարկել են ամեն մի կախվածության սպառնալիքի վերածվելու գործընթացը թույլ չտալու լուծումներ եւ այն կախվածությունները, որոնք ակնհայտորեն արդեն սպառնալիք են Հայաստանի համար, այդ կախվածությունում ռիսկերը նվազեցնելու լուծումներ ենք մենք առաջարկել։ Ղևոնդյանի կարծիքով, որքան էլ Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի քաղաքական ուղղվածությանը եւ տարբեր պաշտոնյաների միջոցով հաճախ տողատակով սպառնում է Հայաստանին, նշելով, որ հապկից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալն օրինակ ծանր հետևանքների կարող է հանգեցնել, այնուամենայնիվ չենք առաջարկում վերցնել դանակը եւ հատել ինչ-որ մի բան, մենք առաջարկում ենք ստեղծել հնարավորություններ։ Այս որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունը չի կարող մեղադրել նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը փորձում է իր հնարավորությունները ավելացնել։ Հետազոտողների կարծիքով Հայաստանը երկար տարիներ առաջնորդվել է անվտանգության սխալ մոդելով, ըստ որի իր ռազմաքաղաքական ապահովությունը փաստացի փոխանցվել է Ռուսաստանին։ Այս մոդելը սակայն ամբողջությամբ ձախողվել է հատկապես 2020 թվականի պատերազմից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանը չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները ինչպես Հայաստանի տարածքային ամբողջականության, այնպես էլ Արցախում խաղաղության պահպանման հարցում։ Նոր իրողությունների պայմաններում Հայաստանը կանգնած է արտաքին եւ ներքին քաղաքական
քաղաքական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտության առաջ։ Այս օրակարգի առանցքը պետք է լինի անվտանգության ապահովման ինքնուրույն ներուժի զարգացումն ու կախվածությունների նվազեցումը, հատկապես այն ոլորտներում, որտեղ Ռուսաստանը կարող է կիրառել ճնշման գործիքներ։ Հետազոտությունը ներկայացնում է այդ գործիքներն ու դրանց չեզոքացման հնարավոր ռազմավարությունները, ընդգծելով, որ առանց դրանց հնարավոր չի ապահովել Հայաստանի լիարժեք ինքնիշխանությունը։ Ուսումնասիրությունն իր էությամբ նոր քաղաքական ու կառուցվածքային մոտեցում ցուցաբերելու կոչ է, ոչ միայն վերհանելու խնդիրները, այլև առաջարկելու դրանց հաղթահարման գործնական լուծումները։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Այլ թեմաներ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Ավետիս Առաքելյանը։ Նախագիծը հավանության է արժանացել ավականու այսօրվա նիստում։ Նա կոմունիստական կուսակցության ավականու ցուցակի երկրորդ համարն էր զբաղեցնում Վարդան Ղուկասյանի փեսան է։ Առաքելյանի տեխնացությանը կողմ է քվեարկել ավականու 33 անդամից 17-ը ԿՊ խմբակցությունն էլ ձեռնպահ էր։ Իսկ երկրորդ տեղակալ է ընտրվել Գագիկ Մանուկյանը։ Նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին մշտապես զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը։ Նոր-Նորքի թաղապետարանում ծեզկրտուքից հետո նախաձեռնված քրեական վարույթով բոլոր 4 մեղադրյալների նկատմամբ, այդ թվում թաղապետի, որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, այս մասին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։ Մյուս 3 մեղադրյալները թաղապետարանի աշխատակիցներ են, այս վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով, իսկ մեկ այլ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված վարույթով 2 մեղադրյալ կա Արթուր Չախոյանն ու Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նրանց նկատմամբ եւս որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում էլ 2 անձ է ձերբակալվել, խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառք տալու կասկածանքներով հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ ձերբակալվածներից մեկը պետեկամուտների կոմիտեի պաշտոնատար անձ է, այլ մանրամասներ չի հաղորդվում։ 2024 թվականին Հայաստանում շինհրապարակներում արդեն 22 մահվան դեպք է արձանագրվել։ Այս վիճակագրությունը փաստում է, որ շինարարության ոլորտում անվտանգության համակարգը շարունակում է գործել ոչ բավարար արդյունավետությամբ։ Մասնագետները նշում են, որ պատկան մարմինները պետք է ուժեղացնեն վերահսկողությունը, իսկ աշխատողները պահպանեն անվտանգության կանոնները, կրելով սաղավարտներ եւ օգտագործելով ամրագոտիներ իրենց ու գործընկերների կյանքը չվտանգելու համար։ Ապրիլի 28-ին Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկի շինհրապարակում աշխատողը 6-րդ հարկից ընկել եւ տեղում մահացել է։ Ցավոք, վերջին տարիներին շինհրապարակներում նման դեպքերը հաճախակի են դարձել։ Սա ցույց է տալիս, որ անվտանգության համակարգն անարդյունավետ է։ Ովքեր են պատասխանատուները, որոնք են նրանց գործառույթները։ Արդյոք ստուգումներն են անարդյունավետ, թե գործատուներն են անտեղյակ իրենց պարտականություններից։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի խոսքով, թեև օրենսդրորեն ամրագրված է, որ գործատուն պարտավոր է աշխատողին ապահովել անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմաններով, սակայն նրանցից շատերն անտեղյակ են այդ պայմանների բովանդակությունից։ Շատ դեպքերում նաեւ գործատուն ինքն էլ չգիտի, թե ինչպիսին պիտի լինեն այդ առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները, այսինքն արդյոք ունեն գործատուները բոլոր այն նորմերը, ստանդարտները, որոնք պարտադիր են առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու համար։ Շատ ոլորտներում մենք նույնիսկ այդ նորմերը չունենք եւ ստիպված են լինում օգտագործել դեռևս հին, ուրեմն ժամանակների գոստեր, նորմեր, որոնք այսօր արդեն իրատեսական չեն օգտագործել, որտեղ դրանք հնացել են եւ աշխատանքային գործիքներն են փոխվել եւ միջավայրն է փոխվել եւ մասնագիտություններն են շատ դեպքերում նաեւ այլ զարգացել են, դրանք պիտի ժամանակակից դառնան։ Նա հատկապես ընդգծել է, որ շինարարությունը, հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը բարձր ռիսկայնության ոլորտներ են, որտեղ վերահսկողությունը պետք է իրականացվի ոչ թե դեպքից հետո, այլ շարունակաբար։ Այստեղ եւ աշխատողը եւ գործատուն պիտի հնարավորինս գիտելիքներով զինված լինեն աշխատանքային, ուրեմն անվտանգ միջավայր ունենալու համար։ Մենք ունենք աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դրույթ, որ աշխատողը պետք է հրահանգավորվի մինչև աշխատանքի անցնելը եւ բնականաբար ստորագրությամբ այդ հրահանգավորումը լինի, բայց շատ դեպքերում աշխատողները նույնիսկ չեն կարդում այդ հրահանգավորումը, ուղղակի ստորագրում են եւ գնում։ Եվ նույնիսկ չեմ կարծում, որ բոլոր տեղերում օրինակ անվտանգության ինժեներներ կան եւ արդյոք բոլոր աշխատավայրերում է, որ անվտանգության ինժեները մանրամասն բացատրում է աշխատողին այդ անվտանգության կանոնների պահպանումը,
Մանասերյանի խոսքով որոշ շինհրապարակներում նույնիսկ բացակայում են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ ցուցանակները։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի խոսքով վերջին դեպքի առնչությամբ արդեն հարուցվել է վարչական վարույթ եւ դեպքի վայրում զննում իրականացնելու համար մասնագիտական խումբ է ձևավորվել, որն առաջիկա շաբաթասկզբին կսկսի աշխատանքը։ Գրիգորյանը նշել է, որ տեսչական մարմինը հիմնականում իրականացնում է երկու ստուգում՝ աշխատանքի իրավունքի եւ աշխատանքի անվտանգության վերաբերյալ։ Դրանք միտված են տարվա ընթացքում տնտեսվարողների մոտ բացահայտելու, օգնելու տնտեսվարողին խնդիրները վերացնելու, հա։ Այդ պարագայում երբ որ տեսչական մարմինը իրականացնում է թեմատիկ տարեկան ստուգում, մենք հնարավորություն ենք ունենում տնտեսվարողին կարգադրագրի կամ այլ կերպով պարտադրելու, որպեսզի իրանք վերացնեն թերությունները։ Այդ ժամանակ մենք ինքներս ենք ի հայտ բերում խնդիրները։ Երկրորդ դեպքը, որը նաև վերաբերում է ձեր նախորդ նշած դեպքին, դրանք իրականացում են վարչական վարույթների շրջանակում, այսինքն հետ արդեն դեպքի փաստացի կատարված լինելուց հետո, կամ դիմում բողոքների հիման վրա, կամ լրատվական դաշտում ի հայտ եկած որևիցե տեղեկատվության, կամ ինչպես նշեցի, դատախազության, ոստիկանության կամ քննչական մարմիններին մեզ ուղղված միջնորդագրերով։ Այս ոլորտներում թե գործատուն, թե աշխատողը պետք է լինեն կրթված ու տեղեկացված ռիսկային ու վտանգավոր աշխատանք կատարելու համար։ Սա ոչ միայն իրավական պարտավորություն է, այլ անձնական պատասխանատվություն, ընդգծել է Գրիգորյանը։ Նա նշել է, որ տեսչական մարմնի լիազորությունները պետք է ավելացվեն, հատկապես չնախատեսված այցերի մասով։ Անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ։ Այո, դա կարող է կանխարգելել որոշակի ռիսկեր, որովհետև երբ որ մենք բոլորս որպես բնակիչ տեսնում ենք այդ խախտումը, հա, մենք չենք կարողանում արձագանքել, բայց դրան պարտավոր է արձագանքել այն տեսուչը կամ այն գերատեսչության աշխատակիցը, որը ամենօրյա ռեժիմով զբաղվում է դրա կանխարգելմամբ։ Հա, դիցուք շաբաթ կամ կիրակի օրը մենք ինքներս տեսնում ենք շինհրապարակում աշխատող մարդկանց, որոնք չեն կրում սաղավարտներ, որոնք բարձրության վրա աշխատում են առանց ամրագոտիների եւ մենք ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենք։ Մեխանիզմը այսպիսին է՝ պիտի գալ տեսուչը պիտի գա աշխատավայր, զեկուցագիր գրի իր անմիջական ղեկավարությանը։ Այդ զեկուցագիրը պիտի մակագրվի, դուք պատկերացնում եք արդեն դրան ժամանակ անցավ։ Այսինքն, երբ որ արդեն մենք հասնում ենք դեպքի վայր, այսպես ճակերտավոր ասած, այնտեղ իրավախախտումը արդեն կարող է վերացված լինի կամ ընդհանրապես չնկատվի։ Եվ մենք արձանագրենք, որ այդտեղ իրավախախտում չկա։ Եվ սա չնշանակեց, որ այդտեղ իրավախախտում չի եղել։ 2022 թվականին հանրապետությունում արձանագրվել է 46 դժբախտ պատահար, որից 17-ը մահվան ելքով։ 2023 թվականին էլ շինհրապարակում դժբախտ պատահարների հետևանքով գրանցվել է 11 մահվան դեպք։ Իսկ 2024 թվականին այդ դեպքը մեր վարույթներում կոնկրետ աճել է 79 դեպքով, 22 մահվան ելքով։ Եւ ցավոք սրտի պիտի նշենք, որ մահացող անձինք բացառապես ու հիմնականում երիտասարդ տարիքի տղաներ են կամ երիտասարդներ են, որոնք հետագայում վարույթի շրջանակում ի պարզ դարձած ծառայական քննություն իրականացնելու պարագայում պարզվում է, որ նույնիսկ եթե անցել են հրահանգավորում, իրենք ինքնուրույն չեն պահել անվտանգության այդ նորմերը, չեն կրել սաղավարտներ։ Չնայած բանախոսներն ընդգծել են օրենսդրական փոփոխությունների եւ տեսչական մարմինների գործունեության սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, սակայն միաժամանակ կարևորել են աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների խստագույն պահպանումը։ Շինհրապարակներում բարձրության վրա աշխատողները հաճախ չեն կրում սաղավարտներ ու ամրագոտիներ, ինչի հետևանքով նրանք վտանգում են ոչ միայն իրենց, այլև մյուս աշխատակիցների կյանքը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում են թողարկումը Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերը հարձակում են իրականացրել Ուկրաինայի Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի մարզերի ուղղությամբ, օգտագործելով տարբեր տեսակի մոտ 150 դրոն։ Տեղական իշխանությունները հայտնում են 31 վիրավորի մասին։ Ուկրաինական զինվորականների տվյալներով Ռուսաստանի Դաշնության դրոններն արձակվել են Բրյանսկի շրջանից, նաեւ Ղրիմի թերակղզուց։ Հնդկաստանը բացահայտել է Պակիստանի կապերը Փահալգամի ահաբեկչական հարձակումն իրականացնողների հետ, ըստ ազգային անվտանգության գործակալության աղբյուրների։ Ջամույում եւ Քաշմիրում ահաբեկչական հարձակում իրականացնելու դավադրությունը մշակել են Լաշկար-էտ-Հայբա խմբավորման զինյալները։ Հետաքննությունները ցույց են տալիս, որ հարձակմանը մասնակցած ահաբեկիչներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։ Միջազգային մյուս նորություններին ծանոթացեք տեսաշարով։
Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև շաբաթ օրը Հռոմում նախատեսված բանակցությունների 4-րդ փուլն ամենայն հավանականությամբ կհետաձգվի, հայտնում է Axios պարբերականը հղումանելով 3 աղբյուրներին։ Բանակցությունների միջնորդ Օմանի արտգործնախարար Բադար Ալ-Բուսայիդիի խոսքով հանդիպումը հետաձգելու պատճառը լոգիստիկ խնդիրներն են, այլ մանրամասներ պաշտոնյան չի հաղորդել։ Վաշինգտոնը եւ Թեհրանը վերջին 1 ամսվա ընթացքում 3 բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագրի շուրջ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց։ Հռոմում առաջիկա օրերին նախատեսված քննարկումների հերթական փուլից առաջ պաշտոնական Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, թիրախավորելով մասնավորապես իրանական նավթի վաճառքով զբաղվող 7 ընկերությունները։ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները։ Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցներ Իրանի եւ մի շարք այլ պետությունների ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ Իրանի հետ տարբեր տնտեսական ոլորտներում նրանց գործակցության պատրվակով։ Բաղային ընդգծել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման, դիվանագիտական գործունեության մեջ բարի կամքի եւ լրջության բացակայության մասին։ Նա նշել է, որ իրանական ժողովուրդը կդիմադրի սպառնալիքի եւ ճնշման քաղաքականությանը, օգտագործելով բոլոր հասանելի միջոցները երկրի անկախ եւ արժանապատիվ զարգացումը շարունակելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին, այդ պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Թրամփը տեղեկացրել է, որ Ուոլցը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանն։ Իր հերթին Reuters-ը նշում է, որ նույն օրն ավելի վաղ մի քանի աղբյուրներ արդեն հայտնել էին, որ Թրամփը որոշել է Ուոլցին ազատել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից։ Ուոլցը քննադատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների միջև Signal Messenger-ում բացված փակ խմբում սխալմամբ ավելացվել էր լրագրող, որը կարդացել էր Եմենին հարվածների վերաբերյալ հաղորդագրությունները։ Ուոլցի հեռացման մասին լուրն այնքան կտրուկ է եղել, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն այդ մասին իմացել է լրագրողներից մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ Reuters-ի աղբյուրների, Մայք Ուոլցի տեղակալ Ալեքս Տուոնգը նույնպես հեռացվել է պաշտոնից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է պատժամիջոցների մասին ավելի վաղ ընդունված որոշումը, որը տարածվում է ավելի քան 7 տասնյակ անձանց մոտ 8 տասնյակ կազմակերպությունների վրա։ Պատժամիջոցներ են կիրառվել 76 անձի նկատմամբ, բացի Ռուսաստանի քաղաքացիներից ցանկում ներառված են նաև մի խումբ ուկրաինացիներ, բլոգեր Միրոսլավ Օլեշկոն, նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, քաղաքագետ Կոնստանտին Բոնդարենկոն։ Նշվում է, որ սև ցուցակում հայտնված ուկրաինացիները դեռևս չեն մեկնաբանել իշխանությունների այդ որոշումը։ Ինքը Զելենսկին այդ քայլը որակել է ճնշում ռուսական ազդեցության ցանցերի վրա։ Վաշինգտոնը դեռ հավատարիմ է Մոսկվայի եւ Կիևի հարաբերությունների կարգավորմանը, կօգնի եւ կանի հնարավորը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, միևնույն ժամանակ շեշտելով, որ չեն պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը հանդիպումները միջնորդելու համար։ Ժամանակն է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մշակեն ու եւ ներկայացնեն կոնկրետ գաղափարներ հակամարտության ավարտի վերաբերյալ, ասել է Բրյուսը։ Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծությունների ենթարկել Գազայի տարբեր շրջաններ։ Առողջապահության նախարարության տվյալներով մայիսի 1-ին անկլավում զոհվել է 31 մարդ, իսկ մայիսի 2-ի լուսաբացից ի վեր 9 մարդ։ Գազայի կառավարության լրատվական գրասենյակը հայտարարություն է տարածել, նշելով, որ մինչ աշխարհը տոնում է աշխատավորների միջազգային օրը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը հանգեցրել է գործազրկության մակարդակի աննախադեպ աճի, կազմելով 50%, ինչը Գազան դարձնում է աշխարհի ամենաբարձր գործազրկության մակարդակ ունեցող տարածաշրջաններ։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ անկլավի բնակչության 91%-ը տառապում է սննդային ճգնաժամից, Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման եւ մարտի 2-ից մարդասիրական օգնության մուտքի արգելքի պատճառով։ Գազան ապրում է սարսափելի մարդասիրական ողբերգություն, որտեղ իշխում են սովը, աղքատությունը եւ հիվանդությունները, նշել է նա։ Ալ-Բարշը կոչ է արել ՄԱԿ-ին պաշտոնական հայտարարություն հրապարակել Գազայի հատվածում սովի մասին, ընդգծելով, որ բժշկական ու մարդասիրական տվյալները հաստատում են, որ դրա համար կան բավարար պայմաններ։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։